Բարև ձեզ իմ շատ սիրելի դիտողներ, կան բույրեր, որոնք մեզ տեղափոխում են մանկություն, տատիկի տաքուկ խոհանոց և հարազատ օջախ։ Այսօր պատրաստում ենք հայկական ավանդական ամենասիրված հյուրին՝ կլոր մածունով գաթա, այնպիսին, որ հալվում է բերանում։ Մեր գաթայի հաջողության գաղտնիքը թավշյա սիրով հունցված խմորն է։ Խմորի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ ալյուր, մածուն, ձու, աղ, սոդա և կարագ։ Սկզբում մածունի վրա ավելացնում եմ սոդան ու դնում մի կողմ։ Մեկ այլ ամանի մեջ լցնում եմ նախօրոք մաղած ալյուրը, ավելացնում սենյակային ջերմաստիճանի կարագը և ձեռքերով լավ տրորում, մինչև ստացվի փշուր։ Հիմա ժամանակն է ավելացնելու մածունը, ձուն, մի պտղունց աղը և հունցելու փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Գաթայի խմորը պատրաստ է, այն տեղավորում եմ տոպրակի մեջ ու դնում սառնարան, մինչև պատրաստեմ խորիզը, իսկ խորիզը գաթայի հոգին է, խորիզը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ալյուր, շաքարավազ, ձեթ, վանիլային շաքար կամ վանիլին ըստ ճաշակի, մի պտղուն ձախ։ Տարայի մեջ լցնում եմ ալյուրը, շաքարավազը, վանիլային շաքարը կամ վանիլինը ու աղը։ Լավ խառնում եմ, ապա ավելացնում ձեթը։ Եթե չեք նախընտրում ձեթով, ապա կարող եք փոխարենը ավելացնել 3 ճաշի գդալիուղ կամ սենյակային ջերմաստիճանի կարագ։ Նորից տրորում եմ ձեռքերով, մինչև ստացվի անուշաբույր փխրուն զանգված։ Խմորը գրտնակով մի փոքր բացում եմ, մեջտեղում առատորեն լցնում խորիզը, եզրերը հավաքում ու փակում եմ։ Հետո նորից թեթև գրտնակում եմ, տալիս գեղեցիկ կլոր տեսք։ Վրան քսում եմ պահված ձվի դեղնուցը և պատառաքաղով նախշեր անում։ Թխում եմ նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանի տակ, մոտ 40 րոպե։ Եվ վերջ, տունը լցվեց երջանկության բույրով, տեսեք թե ինչքան գեղեցիկ և ոսկեգույն է ստացվել, որակը անթերի, հանը դարերով փորձված, իսկ բույրը պարզապես անհնար է բառերով փոխանցել, այն հալվում է բերանում։ Թող ձեր օջախներում միշտ գաթայի այսպիսի անուշ բույր տարածվի, բարի ախորժակ։